Professor Porzeron, Porzeron professor, nora sottori այսօր, Porzeron professor, Porzeron. Ողջույն սիրելի փոքրիկներ, ձեզ հետ աննկարագրելի փորձերոնն է, որը սիրում է ճամփորդել եւ ձեր հարցերին պատասխանել։ Բարի գալուստ գիտելիքի մեր ուրախ եւ խելացի աշխարհ։ Այստեղ օրը լի է հետաքրքիր հարցերով, զարմանալի բացահայտումներով եւ մի մեծ արկածով։ Պատրաստ եք մտածել, խաղալ ու սովորել։ Եթե այո, ապա ժպիտով եւ հետաքրքրությամբ սկսում ենք մեր ինտելեկտուալ արկածը։ Հավատացեք, դուք կարող եք ամեն ինչ, որովհետեւ ձեր միտքը հզոր է, ձեր սիրտը բարի ու դուք միշտ պատրաստ եք սովորելու։ Հիշեք, այս հաղորդման մեջ մենք չենք չափում թե ով է ամենախելացին, այլ փնտրում ենք թե ով է ամենահետաքրքրասերը։ Դե ինչ, լայն ժպտացեք, իսկ մենք սկսենք։ Եվ այսպես երեխաներ, կարդում եմ այսօրվա առաջին հարցը։ Մեզ է գրել Հակոբը։ Նա հարցնում է. Պրոֆեսոր Փորձերոն, ինչպես է աշխատում մագնիսը։ Շնորհակալություն սիրելի Հակոբ, հիանալի հարց ես տվել։ Դե լսեք, մագնիսը նման է կախարդական իրի, որը կարողանում է իր մոտ քաշել որոշ մետաղներ, օրինակ երկաթ, նիկել, կոբալտ։ Իսկ ինչպես է դա անում։ Մագնիսը ստեղծում է անտեսանելի դաշտ, որը կոչվում է մագնիսական դաշտ։ Այդ դաշտը կարող է մետաղի փոքրիկ մասնիկներին, էլեկտրոններին ստիպել դասավորվել մի ուղղությամբ։ Երեխաներ, երբ այդ մասնիկները հավասար ուղղությամբ են, մետաղը զգում է մագնիսի ձգողականությունը ու ձգվում է դեպի այն։ Պատկերացրեք, թե մագնիսը մի մեծ առաջնորդ է, որն ասում է. «Մետաղներ, բոլորդ իմ ետևից»։ Իսկ մետաղներն այդ ժամանակ ասում են. «Լսում ենք հրամանատար» եւ գնում են դեպի մագնիսը։ Մագնիսները սովորաբար պատրաստվում են որոշ մետաղներից, օրինակ երկաթից կամ ալյումինից, բայց մագնիսական հատկությունները բխում են այդ մետաղների հատուկ միացությունից, երբ դրանցով անցնում է մագնիսական դաշտ կամ էլեկտրական հոսանք։ Մագնիսները կարող են լինել եւ բնական, եւ արհեստական։ Որոշ մագնիսներ ձևավորվում են բնության մեջ հատուկ պայմաններում եւ սկսում են մագնիսական հատկություններ դրսևորել։ Իսկ արհեստական մագնիսները պատրաստում են մարդիկ, վերամշակելով մետաղները եւ ավելացնելով դրանց հատուկ մագնիսական հատկություններ։ Եկեք մի փոքրիկ շրջայց կատարենք դեպի մագնիսների տեսակների աշխարհ։ Երեխաներ, այժմ ձեզ կպատմեմ հաստատուն մագնիսների եւ էլեկտրոմագնիսների մասին։ Հաստատուն մագնիսը դա այն մագնիսն է, որոնք մենք ունենք տանը, խաղալիքի մեջ կամ սառնարանի վրա։ Էլեկտրոմագնիսը արդեն մի փոքր այլ գիտական հրաշք է։ Երբ էլեկտրական հոսանքն անցնում է մետաղի լարով, օրինակ պղնձե լարով, այն ստեղծում է մագնիսական դաշտ։ Եթե այդ լարը փաթաթեք երկաթե սեպի շուրջը ու միացնեք մարտկոցին, կստանանք մագնիս, որը կուժեղանա կամ կթուլանա, ինչպես ուզեք։ Երբ հոսանքը դադարում է, մագնիսական ուժը կորում է։ Այս տեսակի մագնիսն օգտագործում են տարբեր տեխնոլոգիաների մեջ։ Իսկ գիտեք, որ մեր երկիր մոլորակը մի հսկայական մագնիս է։ Այո, նրա սիրտը, միջուկը, կազմված է հալված մետաղներից, որոնք ստեղծում են մագնիսական դաշտ։ Այդ դաշտը մեզ պաշտպանում է արեգակից եկող վտանգավոր ճառագայթներից։ Դրա շնորհիվ են աշխատում կողմնացույցները։ Դուք կարծում եք, որ մագնիսն օգտագործվում է միայն խաղալիքների մեջ։ Ոչ, երեխաներ, մագնիսը շատ կարևոր տեղ է զբաղեցնում մարդու կյանքում։ Իսկ այժմ մագնիսի պես ձգվենք դեպի ինձ, որովհետև ես ուզում եմ կարդալ հաջորդ հարցը։ Professor Porzeron. Եվ այսպես ես կարդում եմ մեր հարգելի Արթուր Ստեփանյանի հարցը։ Նա գրել է. Պրոֆեսոր Փորձերոն, կարող ես բացատրել ինչպես է աշխատում ինքնաթիռի տուրբինային համակարգը։ Այո, այս հարցից ես կարող եմ եզրակացնել, որ Արթուրը ապագա օդաչու է։ Երեխաներ, եկեք հիմա էլ թռիչք կատարենք դեպի գիտության աշխարհ։ Երեխաներ, պատկերացրեք մի հսկա փչող սարք, որը օդը քաշում է իր մեջ, տաքացնում է, ուժեղ մղում դեպի դուրս ու այդ մղումից ինքնաթիռը սլանում է առաջ։ Այ հենց դա էլ տուրբինն է։ Եկեք քայլ առ քայլ անցնենք եւ հասկանանք, թե ինչ է տեղի ունենում։ Ինքնաթիռի առջևի մասում պտտվող մեծ պրոպելլերը քաշում է մեծ քանակությամբ օդ։ Օդը անցնում է մի հատուկ տարածքով, որտեղ սեղմվում է, այսինքն խտանում է։ Սեղմված օդը մտնում է այրման խցիկ, որտեղ խառնվում է վառելիքի հետ ու բռնկվում է։ Հրաշալի է, պատկերացրեք մի փոքրիկ պայթյուն է տեղի ունենում։ Այդ պայթող օդը մեծ ուժով սլանում է դեպի դուրս։ Այդ ուժը կոչվում է ռեակտիվ ուժ։ Դա էլ հրում է ինքնաթիռը դեպի առաջ։ Երբ այդ տաք օդը անցնում է տուրբինների միջով, դրանք սկսում են պտտվել։ Այսպիսով ամփոփենք։ Ներս քաշվեց օդը, սեղմվեց, վառվեց, ուժով դուրս մղվեց եւ ինքնաթիռը սլացավ։
Սա գիտության եւ ինժեներության առաջընթացի հիանալի օրինակ է։ Ահա այսպես աշխատում է ինքնաթիռի տուրբինը, սակայն կան նաեւ ինքնաթիռներ, որոնք չունեն տուրբիններ։ Իսկ այժմ ես ձեզ տամ հարց երեխաներ։ Իսկ ինչպես են աշխատում այդ ինքնաթիռները։ Մտածեք, գտեք պատասխանը եւ գրեք ինձ։ Իսկ եթե չգտնեք պատասխանը, գիտեք թե այդ հարցն ում կարող եք ուղարկել։ Իդեպ, հիշեցնեմ, որ ձեզ հետաքրքրող բոլոր հարցերը կարող եք ուղարկել այս էլեկտրոնային հասցեին։ Պրոֆեսոր փորձերով Երեխաներ, ինչքան շատ են ձեր նամակները։ Ես տեսնում եմ, որ շատ հետաքրքրությամբ եք ինձ հետևում։ Դրանից ես էլ եմ շատ ոգևորվում։ Լավ, անցնենք հաջորդ հարցին։ Եվ այսպես, հարգելի փորձերոն, ես Մարտին Հարությունյանն եմ Աբովյան քաղաքից։ Ձեզ մի հարց ունեմ. ով է ստեղծել հիվանդությունը։ Այ քեզ խորը հարց։ Ով է ստեղծել հիվանդությունը։ Սիրելի Մարտին, պատասխանը կախված է նրանից, թե ինչ տեսանկյունից ենք նայում։ Գիտական, փիլիսոփայական թե հոգևոր։ Եկեք հերթով հասկանանք։ Հենց հիմա Մարտինի գլխավորությամբ բոլորդ նստում եք էկրանների առջև, որպեսզի լսեք այս հետաքրքիր հարցի պատասխանը։ Այսպիսով, միլիարդավոր տարիներ առաջ, երբ կյանքը նոր էր սկսվում, հիվանդություն դեռ չկար։ Այն իմաստով, ինչ այսօր մենք հասկանում ենք։ Բայց ժամանակի ընթացքում կյանքը փոխվեց։ Էվոլյուցիա։ Կյանքը զարգացավ, բջիջները դարձան բարդ, սկսեցին կազմել օրգանիզմներ։ Որքան բարդացավ օրգանիզմը, այդքան մեծացավ խոցելիությունը։ Որոշ բակտերիաներ ու վիրուսներ ապրելու համար սկսեցին օգտագործել կենդանի օրգանիզմների ռեսուրսները։ Այս պայքարը ձևավորեց մարդ-մանրե համակարգը։ Առաջացավ իմունային համակարգը եւ սկսեց պաշտպանվել։ Երեխաներ, գիտական տեսանկյունից, ինչպես հարցի սկզբում նշեցի, հիվանդությունները առաջանում են բնական ճանապարհով։ Որոնք են այդ հիվանդության արմատները։ Վիրուսներ, բակտերիաներ, սնկեր ու մակաբույծեր, շրջակա միջավայրի ազդեցությունը, օրինակ ծուխը, քիմիական ճառագայթումը, մարդու ապրելակերպը, օրինակ ստրեսը, սխալ սնունդը, շարժման պակասը։ Այս ամենը հիվանդության առաջացման պատճառներն են։ Եկեք ավելի խորը նայենք փիլիսոփայական եւ հոգեվոր տեսանկյունից։ Որոշ մարդիկ ասում են, որ հիվանդությունը փորձություն է մարդկանց համար, կամ նույնիսկ դրանք ի հայտ են գալիս մարդու ընտրությունների ու աշխարհայացքի արդյունքում։ Ոմանք էլ ասում են, Աստված ոչ թե ստեղծեց հիվանդությունը, այլ դրեց օրենքներ։ Իսկ երբ մարդը խախտեց օրենքներն ու ներդաշնակությունը, հիվանդություններն ի հայտ եկան։ Հիմա դուք որոշեք, որ տեսանկյունից եք ուզում նայել այս հարցին։ Երեխաներ, հիվանդությունները հայտնվեցին, երբ կյանքը դարձավ ավելի բարդ ու սկսեցին կռիվներ մարդու եւ մանրեների միջև։ Դա մի տեսակ անտեսանելի ճակատամարտ է։ Երեխաներ, մի վախեցեք։ Մեր մարմինը հիմար չէ, այն ունի իր ոստիկանությունը, իմունային համակարգը, որը պայքարում է այդ վիրուսների դեմ։ Եվ որպեսզի վիրուսը չհաղթի ձեզ, պետք է առողջ սնունդ օգտագործեք, շուտ քնեք, երկար քայլեք, սպորտով զբաղվեք, եւ եթե քաղաքում եք ապրում, հաճախ այցելեք բնության գիրք մաքուր շնչելու։ Հարցերոն, այսպես մրսելու ես։ Ինչ որ բան հակիր։ Հարցերոն հերիք է ինձ հակաճառում։ Պրոֆեսոր փորձերով Եվ այսպես ես ընթերցում եմ հաջորդ հարցը։ Բարև պրոֆեսոր Փորձերոն։ Բարև։ Ես Տաթևն եմ Կոթի գյուղից 8 տարեկան։ Պրոֆեսոր, ինձ հետաքրքրում է, թե ինչպես են ստանում ատամի մածուկը։ Երեխաներ եւ սիրելի Տաթև։ Ատամի մածուկը պատրաստվում է հատուկ գործընթացով, բազմաթիվ գիտաճյուղերի շնորհիվ, օրինակ քիմիա, բժշկություն եւ կոսմետիկ բժշկություն։ Հենց սկսում ենք մաքրել ատամները։ Ատամի մածուկը այնպես է անում, որ բերանի բակտերիաները փախչում են։ Հիմա խոսեմ քիմիական մասից։ Դուք սիրում եք, չէ՞ քիմիա։ Շատ լավ է։ Ատամի մածուկի հիմնական բաղադրիչը համարվում ֆտորը։ Այս հակամիկրոբային նյութը երեխաներ օգնում է ամրացնել ատամների էմալը եւ կանխում է բակտերիաների առաջացումը, ինչը կարեւոր է բերանի խոռոչի առողջության համար։ Մնացած նյութերից են սոդան, անանուխի էքստրակտը, որը տալիս է մածուկին հաճելի համ։ Հիմա կասեք, բայց երեխաների համար նախատեսված ատամի մածուկները ինչ պարունակություն ունեն։ Իսկ ես կասեմ, որ մանկական մածուկներում բացակայում է ֆտորը, կամ կարող է լինել քիչ քանակությամբ։ Մանկականը պատրաստվում է բուսական, բնական բաղադրիչներով, օրինակ ալոեից, բորբոքումները նվազեցնելու համար։ Օրինակ անանուխը տալիս է թարմություն եւ հաճելի հոտ։ Կաղնու կեղևը կամ գիհու էքստրակտը գործում են բերանի բորբոքումների դեմ։ Սոդան օգնում է մաքրել ատամների մակերեսը։ Կալցիումի կարբոնատ այն օգնում է մաքրել առանց վնասելու էմալը։ Թեյի ծառի յուղ կամ մեխակի յուղ մանրեազերծ եւ թարմեցնող ազդեցություն ունի։ Գլիցերին ապահովում է մածուկի խոնավությունն ու հարթությունը։
Ավելացնում են նաև կոկոսի յուղից ստացված նյութեր, փափուկ փրփուր ստանալու համար, առանց քիմիական միջոցների։ Երբեմն avելացնում են նաև բնական քաղցրացուցիչներ։ Ուշադրություն! Խորհուրդ է տրվում ատամները լվանալ օրը 2 անգամ, մաքրել առնվազն 2 րոպե 2 կողմերից։ Երեխաներ, մեր ատամները հերոսներ են։ Ամեն օր դրանք աշխատում են, գծում են, ծամում եւ խոսում, բայց գիշերը երբ քնած ենք, միկրոբները հարձակվում են դրանց վրա։ Եթե չմաքրենք ատամները, միկրոբները կվնասեն դրանք։ Իսկ եթե մաքուր պահենք, ատամները կմնան ուժեղ, սպիտակ եւ կփայլեն։ Ահա այսպես երեխաներ։ Իսկ մենք ժպտում ենք եւ կարդում ենք հաջորդ հարցը։ Հո, չենք կարդում, այս մեկը տեսահարց է։ Եկեք միասին դիտենք։ Պրոֆեսոր Փորձերո Սիրելի փորձերոն, ինչ անեմ, եթե տանը մենակ եմ ու անծանոթը դուռը թակում է։ Հենց այս րոպեին Աքսանայի հետ միասին կօգնենք ձեզ։ Դե ինչ, գնացինք։ Պրոֆեսոր Փորձերո Ողջույն սիրելի երեխաներ, շնորհակալություն հարցի համար։ Շատ կարևոր հարց եք ուղարկել։ Սա հուշում է ինձ, որ դուք մտածում եք ձեր անվտանգության մասին եւ վախենալու փոխարեն փորձում եք պատրաստ լինել ամեն տեսակ իրավիճակի, ինչը շատ խելացի եւ հասուն քայլ է։ Այդպես ավելի դուք պաշտպանված եք եւ ապահով։ Այժմ եկեք տանք, ինչ անել, երբ տանը մենակ ես եւ ինչ-որ մեկը թակում է դուռը հարցը։ Մեր հարցմանը երեխաների մի մասը պատասխանել է, որ չեմ բացի դուռը, քանի որ չեմ ճանաչում, իսկ մի մասը նշել է, վտանգավոր ոչինչ չկա, կբացեմ դուռը։ Եկեք ծանոթանանք պատմությանը եւ իմանանք, թե ինչ պետք է անել, երբ անծանոթ մեկը թակում է դուռը, իսկ դուք տանը մենակ եք։ Սա Նոյն է, ապագա երաժիշտ։ Նա 10 տարեկան է։ Սիրում է հեքիաթներ կարդալ, ուզում է դառնալ մեծ երաժիշտ եւ չի վախենում ոչնչից։ Այսօր Նոյի ծնողներն աշխատավայրում երկար են մնալու եւ նա ստիպված տանը մենակ է լինելու։ Նոյը նստած իր սենյակում կարդում էր իր սիրելի գիրքը, հանկարծ դուռը թակում են։ Նոյը կանգնած է դրան մոտ։ Նայում է, շփոթված է եւ վախեցած։ Ախր ծնողները գալու են ավելի ուշ, մտածում է նա։ Հաստատ իր ծնողները չեն։ Ինչ անի Նոյը։ Նա որոշում է բացել դուռը։ Չնայած վախենում է, բայց մտածում է միգուցե հարևանն է կամ ուղղակի մի լավ մարդ։ Դռնից այն կողմ անծանոթն ուրախ ասում է. «Մայրիկդ խնդրել է մի բան փոխանցեմ»։ Նոյը շփոթվում է։ Բացում է դուռը։ Բարեբախտաբար ամեն ինչ լավ է վերջանում, բայց Նոյը հասկանում է, անհիմն վստահությունը կարող է վտանգավոր լինել։ Նա մտածում է. ինչ անել, երբ տանը մենակ ես եւ անսպասելի թակում են դուռը։ Երեխաներ, այս տարբերակում մենք տեսանք, որ Նոյը բացում է դուռը անծանոթի առջև։ Անծանոթի տված պատասխանը նա բավարար է համարում եւ չի քննարկում ծնողների հետ։ Դա վտանգավոր քայլ էր Նոյի կողմից։ Իհարկե ամեն բան լավ ավարտվեց, սակայն Նոյի քայլերը կշռադատված եւ մտածված չէին։ Երբ երեխան տանը մենակ է եւ անծանոթը թակում է դուռը, կարող է առաջանալ երկու զգացողություն՝ հետաքրքրություն եւ վախ։ Սխալ որոշման դեպքում երեխան կարող է հայտնվել վտանգավոր իրավիճակում։ Եկեք դիտենք այն տարբերակը, որտեղ Նոյը խելացի է վարվում։ Այս անգամ Նոյը խորը շունչ է քաշում, փորձում է կռահել, թե ով կարող է լինել։ Հասկանում է, որ անծանոթ մարդ է։ Նա չի բացում դուռը։ Ինչքան էլ անծանոթը պնդում է, թե մայրիկը բան է փոխանցել։ Նոյն ասում է բարձր ձայնով. «Ներողություն, չեմ կարող դուռը բացել»։ Նա անմիջապես զանգում է մայրիկին եւ սպասում այնքան, մինչեւ մայրիկը ճշտի, թե ով է դրան ետևում։ Նոյը նստած է բազկաթոռին, ժպիտով ու վստահ, ձեռքին սիրելի հեքիաթի գիրքը։ Նոյը իհարկե վախեցած էր, բայց նրան վախը չխանգարեց ճիշտ որոշում կայացնել։ Եվ հենց դա է խիզախությունը։ Մայրիկը զանգահարում է Նոյին եւ հայտնում, որ այո, դա նրանց հարևանն է եւ բերել այն պատվերը, որը կատարել էր իր մայրիկը։ Իսկ նա մոռացել էր զգուշացնել Նոյին, որ տուն մարդ է գալու։ Նոյը լսում է մայրիկին, հանգիստ մոտենում է դռանը, բացում այն եւ վերցնում է պատվերը։ Անծանոթին ճանապարհելուց հետո նա շարունակում է իր առօրյան։ Իսկ մայրիկը շնորհակալություն է հայտնում նրան այդքան խելացի եւ հեռատես լինելու համար։ Նոյը այժմ գիտի, թե ինչ պետք է անել, երբ անծանոթը թակում է դուռը, իսկ դու տանը մենակ ես։ Երբ երեխան տանը մենակ է, աշխարհը կարող է անցնել այլ կերպ։
Նրան կարող է ամեն բան հնարավոր թվալ։ Ինչպես մենք տեսանք Նոյի պատմության մեջ, նման իրավիճակներում երեխան կանգնում է ընտրության առաջ՝ միամտորեն վստահել, թե գիտակցված որոշում կայացնել։ Առաջին տարբերակում Նոյը բացեց դուռը։ Նա չէր ուզում անքաղաքավարի երևալ, կամ մտածեց պետք է անել այն, ինչ պահանջվում է իրենից։ Գուցե մտածելով, որ եթե մերժեմ կվիրավորեմ, կամ պարզապես հավատաց, որ վտանգ չկա։ Սա շատ բնորոշ է երեխաներին, քանի որ նրանք չունեն փորձ տարբերելու իրականությունը կեղծիքից։ Իսկ եթե մենք մեծահասակներս չսովորեցնենք երեխաներին զգուշության կանոնները, նրանք հաճախ կարող են սխալ որոշումներ կայացնել։ Ճիշտ տարբերակում Նոյը չի բացում դուռը, խուճապի չի մատնվում եւ իսկույն զանգում է ծնողներին։ Հիշեք, որ անծանոթին երբեք չպետք է ասել, որ տանը մենակ եք։ Կարող եք ձևացնել, որ ընտանիքի անդամները տանն են, օրինակ հայրիկը քնած է։ Իսկ եթե անծանոթը շարունակում է պնդել, կարող եք զանգահարել ոստիկանություն 102։ Այս պատմության մեջ կան մի քանի կարևոր ուղերձներ։ Վախը վատ բան չէ, այն կարող է լինել մեր օգնականը։ Այն ազդանշան է ուղարկում, որ կա վտանգ եւ պետք է ուշադիր լինել։ Երեխաները պետք է սովորեն տարբերակել վտանգավոր իրավիճակները։ Իսկ սովորելու գործընթացը սկսվում է ծնողներից, մանկավարժներից, ֆիլմերից, գրքերից։ Այսպիսով երեխաներ, երբ տանը մենակ եք, եկեք հիշենք այս 5 կանոնները։ Առաջին, դուռը մի բացեք անծանոթի առջև, նույնիսկ եթե ասում է, որ ծնողներդ են իրեն ուղարկել։ Երկրորդ, երկար մի զրուցեք անծանոթի հետ, պարզ ասեք, որ չեք կարող բացել դուռը եւ հեռացեք դրան մոտից։ Երրորդ, զանգահարեք ձեր ծնողներին կամ վստահելի մեծահասակի, նախապես որոշեք, թե ում կարող եք զանգել նման դեպքերում։ Չորրորդ, եթե անհանգստանում եք, դրան մոտից հեռու գնացեք, անհանգստանալը նորմալ է, կարևորը դուք ներսում ապահովեք։ 5-րդ, զգուշությունը խիզախություն է, դուք կարող եք պաշտպանվել ձեր ճիշտ որոշման շնորհիվ։ Այսպիսով, այժմ դուք գիտեք, թե ինչ պետք է անել, երբ տանը մենակ եք եւ անծանոթը թակում է դուռը։ Շարունակեք ուղարկել ձեր հարցերը մեզ։ Պրոֆեսոր Փոսերո Պարզեր ընկերներ, հիշեք, եթե դուք մենակ եք տանը եւ ինչ որ մեկը թակում է դուռը, դուք պարտավոր չեք պատասխանել։ Դուք պարտավոր չեք բացել դուռը։ Ձեր գլխավոր պարտականությունը այդ պահին ապահով լինելն է։ Իսկ դա խելացի ընտրություն է։ Հարցերոն, երբ ես այստեղ չեմ, դու ինչ որ մեկի առաջ դուռը չես բացում, չէ՞։ Ապրես Հարցերոն։ Հիշում եմ երեխաներ։ Ախր դուք անհամբեր սպասում եք այսօրվա գիտափորձին։ Այո, գիտեմ, որ այն ձեզ համար շատ հետաքրքիր է եւ դուք մեծ սիրով դիտում եք։ Եվ կրկնում, հիշում եք, չէ՞ երեխաներ, պարտադիր է բոլոր գիտափորձերը կատարել ծնողների կամ մեծահասակների ներկայությամբ։ Հիմա ֆիզիկոս Սուսաննան ձեզ է սպասում։ Դե արագացնենք երեխաներ, տեսնենք թե ինչ գիտափորձ է պատրաստել նա մեզ համար։ Իսկ դուք նկարեք այդ գիտափորձերը եւ ուղարկեք ձեր հետաքրքրող հարցերի հետ միասին այս էլեկտրոնային հասցեին։ Պրոֆեսոր Փոսերո Տես ինչ արագությամբ եմ ծակում, որ դու նույնպես այդպես անես։ Այ։ Փորձենք։ Առաջինը ես, հետո դու։ Ողջույն սիրելի երեխաներ, այսօր մենք ձեզ հետ կատարելու ենք շատ հետաքրքիր գիտափորձ։ Այս գիտափորձը, սիրելի երեխաներ, բավականին հեշտ է, բայց շատ հետաքրքիր է։ Դրա համար մեզ շատ բան անհրաժեշտ չէ, անհրաժեշտ է ջուր, պոլիէթիլենային տոպրակ եւ մատիտներ։ Եվ այս հետաքրքիր գիտափորձի համար ինձ կօգնի իմ գործընկերը Գագիկը։ Ողջույն։ Գագիկ, ինչ ես կարծում, եթե այս հերմետիկ փակվող տոպրակի մեջ ջուր լցնենք, ապա ծակենք։ Ջուրը կհոսի թե ոչ։ Կհոսի։ Կհոսի։ Իսկ մենք, սիրելի երեխաներ, այժմ կանենք մի գիտափորձ, որի դեպքում կլցնենք այս հերմետիկ փակվող տոպրակի մեջ ջուր, ապա մատիտով կծակենք եւ ջուրը չի հոսի։ Հետաքրքիր է, Գագիկ, կատարենք այդ գիտափորձը։ Այո։ Կատարենք։ Հիմա դու ինձ կօգնես, որպեսզի այս հերմետիկ փակվող տոպրակի մեջ ջուր լցնենք։ Լցնենք, բռնի, օգնի, լավ ուժեղ բռնի, որ չթափվի ջուրը։ Ահա, այսպիսի տեսք ստացանք, սիրելի երեխաներ, իսկ հիմա փորձենք ծակել։ Փորձենք, Գագիկ, դու որ մատիտն ես ընտրում։ Ես էլ իմ սիրած գույնը վերցնեմ, հա, կարմիրը։ Հիմա փորձենք ծակել։ 1 Ուժեղ։
ապրես 2, հետո ես եմ 3, օպաս, ապրես, օպաս, տես չի թափվում ջուրը, տեսանք երեխաներ, ջուրը չի թափվում, ինչու, հետաքրքիր է, ինչու չի թափվում, Գագիկ, հետաքրքիր է երեխաներ, բացատրեմ ինչու չի թափվում, ուրեմն այս պոլիէթիլենային տոպրակները պատրաստված են պոլիմերային նյութերից, որոնք շատ ճկուն են և ջրակայուն են, իսկ երբ որ մենք մատիտով ծակում ենք տոպրակը, այդ պոլիմերային շղթան ամուր ամրանում է մատիտի կողքը և չի թողնում, որ ջուրը հոսի։ Ջուրը իր հերթին տոպրակի ներսում ճնշումը հավասարաչափ է բաշխում և երբ որ մատիտը սեղմում ենք, նա չի թողնում, որ ջուրը դուրս հոսի։ Այսինքն մենք այս հասարակ փորձով հասկացանք նյութի կառուցվածքի մասին և ջրի ճնշման մասին։ Հետաքրքիր էր Գագիկ։ Այո։ Կանես տանը նման փորձ ծնողներիդ հետ։ Ոչ։ Իսկ դուք սիրելի երեխաներ, կատարեք այս գիտափորձը ձեր ծնողների հետ և ուղարկեք փորձերոնին։ Ստացվելու դեպքում կունենանք հետաքրքիր գիտափորձ, իսկ չստացվելու դեպքում ուղղակի կհովացնենք այս շոգ երեկոները։ Հաջողություն։ Տեսություն։ Profesor Potsero Ներադարձակ երեխաներ։ Հետաքրքիր էր, չէ՞։ Ես էլ այստեղ տարված էի իմ հերթական գյուտով։ Դե ինչ, մենք գիտենք, որ գիտության աշխարհը շատ հետաքրքիր է։ Այսօր իմացանք նաև նոր բազմաթիվ կարևոր տեղեկություններ։ Ներկա եղանք հետաքրքիր գիտափորձի։ Մեզ մնում է մի բան երեխաներ։ Ինձ ուղարկել նոր հարցեր, որպեսզի ես իմ գործընկերների հետ միասին պատասխանեմ ձեր հարցերին։ Ցտեսություն։ Մինչ նոր հանդիպում։ Սիրով ձեր պրոֆեսոր Փորձերոն։ Ահա, հիշեք երեխաներ, գիտելիքը ոչ թե հարցերին է պատասխանում, այլ նոր հարցեր է առաջացնում։ Մինչ հանդիպում։ Profesor Potsero Potsero profesor Nora sottori այսօր Potsero profesor Profesor Potsero Profesor Potsero